Ինչու դաշինք, որովհետև ակնհայտ է, որ դաշինքի պահանջներ կան, դաշտը պետք է համախմբվի, միշտ դա ասել ենք, բայց չի ստացվել, երկրորդը ինչու Սերյան Օհանյան, որովհետև նոր մարդ է դաշտում, ես բոլորի կարողությունները գիտեմ, վաղուց եմ քաղաքական դաշտում, բոլոր կուսակցությունների, դաշինքների կարողությունները գիտեմ, մոտեցումներն էլ շատ դեպքերում աթոռակռիվ է գնում, ուզում են խորհրդարան անցնեն, մեծ նպատակներ չկա։ Իսկ Սերյան Օհանյանը Արցախի հերոս է, մաքուր մարդ է, անձնական ճանաչում եմ, համակրում եմ, ընդեղ կա Վիկտոր Դալակյանը, որը շատ խելացի անձնավորություն է, որին եւս համակրում եմ։ Մնացածը բաց դաշինք է, էդ էլ է ինձ հրապուրում, որ բաց դաշինք է։ Ոչ թե ընտրում են, բոլորին են հրավիրում։ Դա ինձ դրդեց։ Եվ մենք խորհրդի նիստ անցկացրեցինք և որոշեցինք միանալ ու միացել ենք։ Ասենք իմ հասկացողությամբ ազգի խնդիր է գնում։ Իշխանավորները արդեն խուճապի մեջ են։ Դուք հասկացեք, այդ բոլոր մարդիկ իշխանության շարքերից են դուրս եկել ու դուրս են գալիս հրատապ։ Դա հենց այնպես չի։ Անվստահություն է գնում իշխանության, օրինակ Հովիկ Աբրամյանը խի այդ քայլը արեց, անվստահություն։ 100%, չէ, ինքը կմիանա Ծառուկյան դաշինքին, եթե միանա։ Ասում են Ծառուկյանը մերժել է։ Դե ասում են, շատ բան են ասում։ Դուք ո՞նց եք ուզում, կընդունեք Հովիկ Աբրամյանին այդ շարքը։ Ես ընդունողը չեմ։ Չէ, ձեր կարծիքը։ Դաշինքը բաց է։ Դաշինքը բաց դաշինք է, ով էլ գա կընդունենք, որովհետև մի նպատակ ունենք բարեփոխումներ անելու, համակարգը փոխելու։ Դե դուք պատկերացրեք, օրինակ ես Հովիկ Աբրամյանի մասին չեմ ասում, ես Սերյան Օհանյանի մասին եմ ասում։ Պաշտպանության նախարարը պաշտոնանկ է եղել, պատկերացրեք, որ մի 5 տեղ, 5 պաշտոն, 10 պաշտոն առաջարկել են, չի գնացել։ Ինչի, հապկի շրջանակներում են առաջարկել, բարձր բաներ չի համաձայնել, որովհետև ինքը սկզբունքային մարդ է, դա ինձ գրավում է։ Պարոն Կարապետյան, այ Վարդան Օսկանյանը վերջերս իր հարցազրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանի հետ կարող են միանալ, մինչ նախընտրական շրջանում կամ ընտրություններից հետո կոալիցիա կազմել։ Այս դեպքում որքան եք հնարավոր համարում եւ առհասարակ Հայաստանում որքան եք իրական համարում իշխանափոխության վարկածը։ Ռեալ հիմքեր կան հիմա։ Ես համարում եմ, որ գերդաշինք ստեղծելը ավելի ճիշտ է։ Ասեմ ինչու։ Եկեք հիշենք Արտուր Բաղդասարյանի օրինաց երկրի այն բացառիկ դեպքը, երբ փախցրին, պաշտոն տվեցին, որ տենց բան չլինի, որովհետև իշխանությունը այսօր կոալիցիայի խնդիր ունի։ Ընտրությունից հետո ուժ է ման գալու, որ կոալիցիա ստեղծի, որ այդ հնարավորությունը չտանք իշխանությանը, պաշտոնը խափանի, կոալիցիա ստեղծի, պետք է մեծ դաշինք լինի, որ չկարանա փախցնի որևէ մեկին մեջից, որովհետև դա իր սովորությունն է։ Եթե այդպիսի մարդիկ, ինչպիսին է Սերյան Օհանյանը, Հովիկ Աբրամյանը, գնում են քաղաքական դաշտ, իրանք համակարգի մեջի մարդիկ են, իրանք գիտեն ինչ է կատարվում, ուրեմն մենք հույս ունենք։ Հենց այնպես չի։ Օրինակ գիտեք ինչ, ես միացել եմ, ոչ հավակնություն ունեմ, ոչ ինչ-որ տեղ եմ ասել, ինձ 3-րդ տեղը կամ 5-րդ տեղը կամ 7-րդ տեղը, մի բան չեմ ասել, ոչ էլ ամենակարևորը քաղաքական դաշտը, որ միանա ու իշխանությունը չկարողանա միշտ գործել, միշտ վերևում լինել, բարձունքում լինել, որովհետև իրականում այդպես չի։ Եթե Սերժ Սարգսյանը չի վստահում
իր չինովնիկներին, իրեն էլ չի վստահում ժողովուրդը, միլիոնավոր հայեր։ Դուք ինչ եք տալու այդ դաշինքին ձեր միացումով եւ ինչ եք ուզում ստանալ։ Բայց առաջին ինչ եք տալու։ Լեգիտիմություն։ Դուք ձեր ներկայությամբ Այո, որովհետև ժողովուրդը գիտի, որ ես ինչ որ սխալ բան չեմ անի մեծ առումով ու չեմ արել մինչև այսօր։ Երկրորդը ինչ եմ ուզում ստանալ, ոչ մի բան չեմ ուզում ստանալ։ Քաղաքական դաշտը կայանա, կարողանա իշխանափոխություն անի, համակարգ փոխի, որովհետև եթե մի բռունց դառնան, միշտ ասել ենք, միշտ երազել ենք, որ ընդդիմությունը, դուք լրագրողներդ միշտ ասել եք, ինչու չի միանում ընդդիմությունը, հիմա միանում ենք, կա սփյուռք, մենք պետք է հաշվի առնենք, որովհետև այսօր շատ են խոսում ռուսամետ լինելուց, պետք է սփյուռքը հաշվի առնել, արևմտյան սփյուռքը, ես դա համարում եմ ուժեղ կողմ Վարդան Օսկանյանի, ի վերջո մենք չպետք է մի տեղի վրա կենտրոնանանք, ոչ էլ արևմուտքի, ոչ էլ ռուսամետ լինենք, մենք պետք է առաջներդ հայամետ լինենք եւ հայի մասին մտածենք, այդ մի ուժեղ կողմ է, ես ասեցի ձեզ, ես կողմ եմ, որ մեր դաշինքը միավորվի Ծառուկյան դաշինքի հետ, եթե միավորվի, դա կլինի հզոր, եթե չմիավորվի կպայքարենք, ինչ է եղել, ես բացի, ասենք, ցուցակը դաշինքի, ես դնելու եմ Արարատի մարզում, Հա, դնելու եք ռեգիոնալը, բան, այդ ռեյտինգային, ու ես համոզված եմ, որ հաջողություն կունենամ։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդքան էլ իր սրտով չէր, հա, պարոն Ծառուկյանի վերադարձի քաղաքականություն։ Հնարավոր է, որ նորից քաղաքականությունից նրան դուրս բերելու փորձեր արվեն։ Փորձեր կարվեն, բայց ապարդյուն։ Ինչու, ինչ է խոսա։ ինչ է փոխել Երկու անգամ Հա, նույն կետը նույն գետը չեն մտնում։ ՀԿ-ում այս վերջին շրջանում կատարված ինչպես կգնահատեք Հովիկ Աբրահամյանը, եկավ Կարեն Կարապետյանը առաջին տեղակալ նշանակվեց հանրապետականը ինչ գործընթացներ ներսում։ Գիտեք ինչ, հանրապետականը միշտ սովոր է, ավելի շուտ իշխանությունը, միշտ սովոր է օգտագործել մարդկանց, օգտագործել վերջում գցել։ Հիմա հակառակն եղավ։ Մարդիկ չսպասեցին, որ իրենց օգտագործեն, իրենք դուրս եկան։ Դե թող տենան, որ իրանցից խելացի մարդիկ էլ կան։ Աթոռակրիվ կգնա հանրապետականում, արդեն քաղաքապետի պահանջներ կան, արդեն ուլտիմատումներ կան, հələ մենք կտեսնենք, որ շատ մարդ դուրս կգա։ Հա, դուք եք հավատում, որ շատ մարդ Շատ մարդ չէ, բայց դուրս կգան։